Բարի վերադարձի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք գրականության ու գրքերի աշխարհ։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում է արմատներով Արցախցի ամերիկաբնակ հայ գրող 7 գրքերի հեղինակ Մարգարիտ Դերանցը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս, ուրախ եմ լինել այս գեղեցիկ տաղավարում հաճելի մարդկանց հետ։ Շնորհակալ ենք շատ եւ Եվս մի հետաքրքիր իրադարձություն, մի գիրք, ընդհանրապես գրքերը յուրաքանչյուրիս կյանքում կարևոր իրադարձություն են, դա ընթերցողների, ել չասեմ արդեն են մարդկանց, ովքեր գրում են այդ գրքերը։ Մի քիչ եկեք հետ գնանք եւ հասկանանք որտեղից սկսվեց, որտեղից եկավ այդ պատմությունների հոսքը, որոնք արդեն հանձնեցիք թղթերին։ Այս պահին ճիշտ է նշել, որ ես կրթությամբ տնտեսագետ եմ։ Եվ ինչպես պատահեց, որ թվերի աշխարհը ես փոխեցի բառերի հետ։ Ուրեմն 2003 թվականին զավակներից հետ մեկնում եմ նահանգներ եւ իմ կյանքի այդպես ապահով գոտին Երևան քաղաքը, կենտրոնը, Աբովյան փողոցը, իմ հաճելի բնակարանը փոխում եմ բանդախտության հետ։ Մինչ այդ այդպես պետք է անկեղծանամ իմ եւ երեխաների կյանքում ծանր կորուստ է եղել ամուսնուս այս երեխաներից հոր կորուստը եւ 1 տարի հետո մենք մեկնել ենք այդպես Լոս Անջելես։ Ģեր նպատակս էր երեխաներին կրթություն տալը եւ իհարկե ստիպած պետք է աշխատեի ամենատարբեր աշխատանքով այդպես ծանր բանը որ բռնել էի հայրենիքում ամենածանր բանը գրիչն էր ու ես ստիպած աշխատել եմ հրուշակագործ երեխաների մեծերի խնամակալ եւ հետո իհարկե մասնագիտությամբ աշխատել եմ հաշվապահական օֆիսներում ավելի ուշ եւ հոգեբանները նման այդպես դիտարկում ունեն որ ծանր իրավիճակում կոչվում է ֆրանսերենով ֆորս մաժորային իրավիճակում որպես գրող կասեմ սահմանագծային իրավիճակում մարդու մոտ բարձրանում են քնած պարգևները լույս բացվեց այդ ծանր տարիներին անքուն գիշերներին ես սկսեցի գրել եւ այդ տարիներին ինձնից անկախ թեվավոր խոսքեր էի գրում եւ կարող եմ նույնիսկ ասել որ նման թեվավոր խոսք եմ գրել որ տարապանքը կարող է մեզ կործանել ոմանց բարոյապես խորտակում եւ տապալում է ոմանց բարձրացնում է դեպի երկինք որտեղ նրանց սպասում է իբերուս նրանց համար պատրաստված պարգևը իհարկե այդ ժամանակ մտածում էի որ դրանք խզբզոցներ են լուրջ չէին ընդունում եւ հետագայում իհարկե որոշ թեվավոր խոսքեր տեղ գտան իմ ապագա վեպերի վիպակների պատմվածքների մեջ եւ գրքերի մեջ Սերևա միգրացիան ձեր կյանքի մասին է ձեր անձնական պատմությունն է Գիտեք, գրողները աճպարարներ են կամ ժողովուրդը ինչպես ասում է ֆոկուսնիկներ են եւ հաճախ վերցնում են պատկերներ, որոնց իրենց մեջ է, զգացողություններ, որոնց իրենց մեջ է, իրենց ընկերների կյանքը տրոհում են մի կերպարը, 3 կերպար են այդպես նկարագրում եւ հակառակը բայց իմիջիալոց շատ հետաքրքիր դեպքեր, որ Գլենդելը համարվում է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը եւ այնտեղ այդպես նպարատուն կա հայտնի եւ Կոզանյան ամերիկաբնակները իսկույն կհիշեն մեկը մոտեցավ եւ ինձ ասեց ինչպես եք տիկին Արուս եւ հասկացա որ նույնացրել է իմ գլխավոր հերոսուհու հետ Կարելի ասել կերպարները որոնք տեղ են գտել ձեր պատմություններում ձեր գրքերում Մարդիկ են, ովքեր ապրում են մեր իրականությունում իրատեսական պատմություններ են հաճախ, բայց նաև միանում այնտեղ գրողական երևակայությունը եւ գեղարվեստական պատկերավոր մտածողությունը Իսկ ինչ գաղտնիք են պահում սարերում Գիտեք, նույնիսկ միջև այս վերջին դեպքերը ես մտքով գնում էի միջև դեպի սարեր, դեպի Արցախ Եվ ամառային արձակուրդներս անցկացնում էի Հադրութի շրջանի Ջուրաթաղ գյուղում, տատիկս մանկավարժ էր, ուսուցչուհի եւ դա այն մի օջախներ, որտեղ ինձ շատ էին սիրում, ծնողները շատ խիստ էին, իսկ տատիկները, մորս մայրը եւ մորս տատիկը ինձ առանձնահատուկ շատ էին սիրում
Եվ ես մտքով անընդհատ այնտեղ էի գնում եւ ունեի հայտնություն, այդպես վախեր ու տագնապներ կային եւ ցավոք սրտի այդ իմ տագնապը իրականություն դարձավ 20-ի պարտությունից հետո 23-ին Արցախի բռնի տեղահանումից հետո իմ սիրելի արցախցիների, բայց հաճախ բնավորությամբ երևի մեղմ եմ եւ այդ պատճառով չեմ գրել չար մարգարեություններ եւ դեմ եմ այդ մասին գրելու, եթե կարող ես բարի մարգարեություն գրել, գրիր այդ մասին, իսկ մի խոսքով այդքանը։ Այս օրերին նաև մեկնեցիք Սանտ Պետերբուրգ, չէ՞։ Այո։ Եվ շատ կարևոր իրադարձություն եղավ ձեր կյանքում։ Խոսենք այդ մասին, ինչեր այնտեղ։ Այնինչ կատարվեց Սանտ Պետերբուրգում եւ պատահական էր եւ շատ օրինաչափ։ Ինչու պատահաբար, որովհետեւ էլեկտրոնային փոստից նամակներ ստացա издательстве 4 հրատարակչությունից եւ Творческий потенциал գրական ակումբից նույնիսկ այդ ժամանակը տեղյակ չէի ինչ այդպես համբավ ունեն այդ հրատարակչությունները հայ ծանոթ բանաստեղծուհին ասաց որ լուրջ կազմակերպություն է եւ խնդրեցին ուղարկել իմ որոշ գործեր ռուսերենով թարգմանված նախապատմություն կար արդեն երկար տարվա ջանքերից հետո ռուսերենով լույս էր տեսել Լյուբով էմիգրանտկի սերիև էմիգրացիա գրքի հիման վրա եւ իրենց ալմանախներում, իրենց տարեգրքերում լույս տեսավ, ինձ հետ հարցազրույցներ արեցին, հիմնականում կենտրոնացումը նրանց էմիգրացիոն թեմատիկայի վրա էր, ոչ արցախյան թեմատիկային, ոչ մեր ազգային ցավի մասին, բայց հարցազրույցների ընթացքում ես այդպես հմտորեն կարծես թե էմիգրացիայի թեմայից տեղափոխում էի դեպի մեր ազգային մեծ կորուստը, օրինակ մի անգամ ինձ հարց տվեցին ձեր հերոսուհին լինելով հաջողակ բժշկուհի նահանգներում ինքը միշտ մտածում է որ ավելի լավ էր մնար իր ավանում, գյուղաքաղաքում եւ ամուսնանար հասարակ հարևանի տղայի հետ, բայց նա չի կարողանում վերադառնալ։ Ինչպես է ձեր մոտեցումը էմիգրացիայի մասին եւ այդ պահին ես հարմար առիթ էր եւ ես ասացի որ իմ հերոսուհին կապված է նահանգների հետ ֆինանսական կապանքներով, շղթաներով եւ չի կարող վերադառնալ հարազատ երկիր, ծննդավայր, իսկ մեզ հայերիս համար վտանգավոր է վերադառնալ մեր հայրենիքը, մեր ծննդավայրը, որտեղ հայի համար վտանգավոր է Արցախ վերադառնալը։ Կարծում եմ, որ իրենք այդպես կխմբագրեին, բայց այդպես հարգեցին նրանց առավել եւս, որ այդ իմ խոսքերը այդպես թողեցին։ Եվ շատ նման ուրիշ առիթներ կա, բայց հերոստաժամը կարծես թե սահմանափակ է։ Եվ իմ հարցից վստահ եմ նկատեցիք, որ ինձ շատ գրավել է ձեր գրքերի վերնագրերը։ Դուք ունեք գիրք Մենակության քառակուսի, արդյոք մենակությունը 4 անկյուն ունի։ Գիտեք ինչ, այս արագընթաց աշխարհում, որտեղ մենք փորձում ենք հասնել այդպես նյութական բարեկեցության, հաջողության եւ այլն, բայց շատ արդի քաղաքակրթության մեջ շատ կարևոր է այդպես մարդիկ ունեն լքվածության եւ մենակության խնդիր, որտեղ սոցիալական շփումները, սոցիալական ցանցերը, նույնիսկ հեռախոսը մարդկանց ոչ թե մոտեցրեց, այլ հեռացրեց, կարելի ասել։ Այո, ֆիզիկական շփումը ավելի քիչ է, քան այդպես, իսկ on-line շփումը հաճախ այդպես նույնիսկ ճնշող է։ Ավելի դուք ես մենակ ես զգում հաճախ։ Բայց դուք մենակ չեք, որովհետև ձեր գլխում, ձեր մտքերի մեջ ձեր կերպարներն են։ Հաջորդ գրքի կերպարները, որոնք պիտի լինեն, ովքեր են, արդեն մտածել եք նրանց մասին։ Տեսնում եք արդյոք նրանց արդեն մեր իրականության մեջ։ Ամեն տարի վերադարձել եմ, 2 տարին մեկ այսպես վերադարձել եմ հայրենիք, նախ եւ առաջ մեկնել եմ Արցախ եւ բերել եմ նոր գիրք։ Այս տարի գրքիս ծնունդը հետաձգվեց, որովհետև ծնվեց իմ 5-րդ թորնիկը եւ որոշակի այդպես երկար տարիների սպասումից հետո այդպես շատ սպասված բալիկ է եւ մայրությունը մեզ հաճախ հեռացնում է նաեւ գրականությունից, նման խոսքով որ գրականությունը վրեժ լուծելու հատկություն ունի, բայց կարծում եմ որ նաեւ շատ կարեւոր է
ինչ հիշատակներ ենք մենք թողնում մեր թորնիկների կյանքում, ինչ հիշողություն ենք թողում եւ դա նաեւ թորնիկներին ազգային այդպես արժեքներ ներարկելը, դա նաեւ կարծում եմ գրողի պարտականությունը եւ ընդհանրապես ազգապահպան այդպես արժեքները, մեր ավանդույթները, մեր ազգային արժեքները նոր սերունդին հասցնելը նաև գրողի պարտականություններից մեկն է, որտեղ գրողը նաև նախ եւ առաջ իր ազգի խիղճն է, բայց մենք փորձում ենք իհարկե պահել նաև հաշվեկշիռը եւ ժամանակ տալ նայել մեր սիրելիներին։ Համոզված ենք, որ մենք շատ երկար չենք սպասի նոր գրքի, որովհետև արդեն պատմությունները լի են եւ շրջապատում են մեզ, հատկապես գրողին, արդեն տալիս են երևակայության մեջ հենց այդ պատմությունների թելը, որը կբերի արդեն հանգուցալուծման եւ շատ շուտով նաեւ նոր գրքերը կլինեն, քանի որ դուք եք մեզ նվիրում գրքեր ձեր պատմությունները, մենք ուզում ենք ձեզ նվիրել բացիկ, որը նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ ներառված են հայտնի բանաստեղծություններից կամ երգերից ֆրազներ, այս մեկը հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախիրած, արեգակին պետք է հերվից նայել, կարելի եթե շատ մոտենաս։ Սա նվիրեք այն մարդուն, ով այս խոսքերն է ձեզ համար ներկայացնում եւ բնականաբար տրամադրությունը։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ եմ, եթե ունեք մի փոքր ժամանակ, ուզում եմ նշեմ, որ հայտնի լիտերատուրная գազետան, որը Պուշկինի ժամանակաշրջանից կար եւ ունի համարյա շուտով նշելու էր 200 տարվա պատմությունը, նրանց այդպես խմբագիրը հայտնի պոետ եւ գրող այդպես Մաքսիմ Ադոլֆովիչ Զիմշովը ինքը անձամբ տվեց այդ մրցանակը ինձ Պերոմիրը բնավ իմը չեմ փնտրում, կարծում եմ, որ սա մշակութային հաղթանակ է մեր ժողովրդի համար եւ հատկապես հիմա պարտությունից հետո շատ եմ կարևորում մեր մշակութային հաղթանակները, որովհետեւ բարձրորակ մշակույթն է հային հայ պահել մեր պետականության կորուստից հետո ամբողջ միջնադարում այսքանով վերջացնենք եւ բարի օրերի բարի ժամանակների եւ խաղաղության ակնկալիքով ամենալավն ու բարին մեր ընտանիքին եւ մեր հայրենիքին։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։